Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Իրանուշ Պապյանն եմ, տաղավարում ինձ հետ է Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը։ Պարոն Բարսեղյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր այստեղ գտնվելու համար։ Եվ այսպես, պարոն Բարսեղյան, վաղ առավոտյան վարչապետը այսօր հայտարարել է, որ առաջիկա ու հետագա բոլոր կիրակիներին անխտիր կմասնակցի սուրբ եւ անմահ պատարագի, բայց այլևս չի նշի տեղը։ Նաև քաղաքացիներից է պարզվեց նամակներ ստանում տարբեր համայնքների, նա կոչարեց նաև իրենց ուրեմն եկեղեցու հոգևոր առաջնորդների հետ խոսել, մի պայմանով նա կմասնակցի, եթե կաթողիկոսի անունը պատարագի ընթացքում չհնչի, ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում վերջին օրերի զարգացումը, մասնավորապես գիտեք ճանապարհային քարտեզ ներկայացվեց, ճանապարհային քարտեզից հետո ուխտերթ, հետո անդրանիկ նիստ տեղի ունեցավ եւ երեկ էլ վարչապետը ասաց, որ իրենց լրագրողների հետ զրույցում նպատակն այն է, որ խաղաղ հեռանա կաթողիկոսը ու հիմա փաստորեն դարձյալ շարունակվելու է կիրակի օրերի այսպես պատարագի մասնակցությունը։ Այս ամբողջ process-ը ինչպես եք գնահատում, որքանով եք տեսնում իսկապես խնդրի հանգուցալուծում, կա ելք տվյալ դեպքում թե ոչ, մասնավորապես որովհետև այդ ճանապարհային քարտեզի ամենակարևոր դրույթը, այսպես կաթողիկոսի հեռացումը կամ հանգստի կոչումը բնավել չի երևում, հա, մոտ չի երևում, մինչև հիմա դատելով կաթողիկոսի հայտարարությունից, համեցեք։ Շնորհակալություն, պիտի հիշեմ այն թևավոր խոսքը, երբ ասում էի բրվիճակներս լավ էր, հարևաններ Պերրամուտրևի Մերսեդես առավ։ Այսինքն Հայաստանի գործերը ելել թափել էին, բոլոր խնդիրները կառավարությունը իշխանությունը լուծել էր, հիմի գնացել հասել է կրոնական կազմակերպության բարձրաստիճան հոգևորականների բարեվարկության խնդրին։ Եթե նույնիսկ ոչ մի խնդիր էլ չունենար Հայաստանի Հանրապետությունը, պետությունը, այդ գործը պետական իշխանության ներկայացուցիչների մարմինների գործը չէ։ Այն ամենասկզբից անցած տարվա մայիսից սկսած այդ խոսքը պարբերաբար ասել ենք, բացատրել ենք, ահագին մարդ բացատրել է, որ պետական իշխանությունը չպիտի քննամտնի կազմակերպություններից մեկի անդամների բարեվարկության խնդիրները քննարկի, որովհետև խրվելու է մնա։ Մեկ, մյուսը ինքը պարբերաբար Պապ Թագավորի պատմությունն է հիշում ու չի ուզում նկատել, թե ինչպիսի ծանր, մեծ, զառամյալ, հին, ծայրահեղ պահպանողական, կեղերական կազմակերպության հետ գործ ունի։ 1700 քանի տարեկան, ծայրահեղ պահպանողական, 1000 ու մի շերտ ու խորություն ունեցող կազմակերպության հետ գործ ունի ու այս ճանապարհային քարտեզ կոչվածը 5 կետանոց առաջինը չէ վերջին 8 ամիսների ընթացքում, էլի համանման հայտարարություններ արել է պարոն Փաշինյանը։ Այս անգամ այդ հայտարարությունը կամ այդ ծրագիրը, ճանապարհային քարտեզը փորձում են ամրապնդել նրանով, որ 10 բարձրաստիճան հոգևորականներ նույնպես միացել են։ Արդեն եւս մեկն էլ գիտեք Շվեյցարիայի 12 թողնի 34 լինի, հարցը դա չէ։ Ինձ թվում է, որ ավելի ճիշտ կլիներ, որ պետական իշխանությունը մտածեր Հայաստանի Հանրապետությունը եւ հայ առաքելական եկեղեցի կրոնական կազմակերպության հարաբերությունները, պաշտոնական հարաբերությունները օրենսդրական միջավայրում բարեփոխելով զբաղվեր։ Ոչ թե գնար մտներ էթիկայի խնդիրներով զբաղվեր, կուսակրոնությունը, մյուսը եկեք կաբինետս ցույց կտամ եւ այլն եւ այլն։ Շատ կոպիտ սխալ է անում պետական իշխանությունը, եթե նույնիսկ հոգևոր դասը լիներ մաքրամաքուր, շատ հետևող լիներ իր կանոնակարգերին եւ էթիկական ստանդարտներին, պետական իշխանությունը պարտավոր էր ու պարտավոր է երբել լինի, որ իշխանությունն էլ լինի, պարտավոր է կարգավորել Հայաստանի Հանրապետություն եւ այդ կրոնական ու մնացած կրոնական կազմակերպությունների հետ հարաբերությունները։ Ի նկատի ունեմ հարկային օրենսդրությունը պիտի վերանայվի, արտոնությունները պիտի վերանայվեն, թափանցիկությունը այդ կազմակերպությունների եւ այլն։ Այս կարևոր գործերը թողած կաթողիկոսը բարևարք չէ, պիտի փոխենք։ Ինչի՞ չի փոխվում, եղավ 8 ամիս է, ոնց որ թե չի ուզում նահանջել։ Փոխվի, ասում են, մինչև ընտրությունների է հիմա էլ սպասում, տեսակետներ կան, որ հավանաբար կաթողիկոսը սպասում է մինչև 26 թվականի խորհրդարանական ընտրություններ, տեսնի արդյոք այն ընդդիմադիրները, որոնք աջակցում են իրեն եւ որոնց աջակցում է ինքը,
շանս ունեն իշխանություն դառնալու, հետո նոր խաղաղ հեռանա։ Եթե նույնիսկ փոխվի, դա դեռ երաշխիք չէ, որ այդ օրինակ խնդիրները այդ կրոնական կազմակերպության մեջ լուծվելու են։ Անընդհատ այդպիսի կրոնական կազմակերպությունները ունենալու են ներքին բարևարկության, ներկազմակերպական խնդիրներ։ Պետական իշխանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները այդտեղ չպիտի մտնեն։ Պիտի միջամտեն միայն այն դեպքում, եթե քրեորեն կամ վարչական օրենսգրքով նախատեսված հանցագործություններ կան, զանցանքներ կան, բաներ կան, այդտեղ պիտի պետությունը միջամտի։ Թույլ տվեք բարձ օրինակ բերեմ։ Եթե հոգևորականը իր ավտոմեքենայով հատել է հոծ գիծը, ինքը նույնպիսի վարչական պատասխանատվությամբ պիտի ենթարկվի, ինչպիսի պատասխանատվությամբ պիտի ենթարկվեն մնացած բոլոր վարորդները կամ իրավունք չունեցող մարդիկ, ովքեր մեքենա են վարում եւ հատում են հոծ, այդտեղ պիտի պետությունը միջամտի։ Հարկերը պիտի մուծեն կանոնավոր, այդ բոլոր արտոնությունները պիտի վերացվեն եւ այլն, ահագին բան կա, որ պետական իշխանությունը պիտի անի, բայց ոչ այն, ինչով զբաղված է պարոն վարչապետը։ Ինձ թվում է, որ որպես քաղաքացի կամ որպես հրապարակախոս, լրագրող, 1-2 անգամ հայտարարեց, ասաց իր մտահոգությունները, էլի անցած, հասկացանք։ Բոլորը հասկացան, տեսան, ընկալեցին, որ այո, վարչապետը նկատել է խնդրեմ, որովհետև հայ առաքելական եկեղեցու հետևորդ թե արտահայտվել է։ Դրանից ավելին պետական իշխանության մարդիկ չպետք է խառնվեն։ Ցավոք իսկապես այստեղ դուք տեսնում եք նաև սահմանադրության ուրեմն ոտնահարում, որովհետև ընդդիմությունն է Արծվիկ Մինասյանները նախորդին պնդում, որ հակասահմանադրական քայլեր են ընդհանուր մինչև քրեական օրենսգրքով, ուրեմն վարչապետը պիտի պատասխանատվության կանչվի 10-ից 15 տարի ազատազրկում։ Ծանոթ եմ այդ տեսակետներին, թույլ տվեք բացատրել։ Այն ինչ սահմանված է որպես չմիջամտելու հանգամանք սահմանադրություն եւ որոշ օրենքների մեջ հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետություն հարաբերությունները կարգավորող օրենք կա եւ այլն չունեն այն բացարձակ հստակությունը, որ հեշտությամբ աներկբայորեն մեկնաբանվի երբ է եկեղեցին միջամտում պետության գործերին, այդ թվում նաև տեղական ինքնակառավարման գործերին եւ երբ է որ պետությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինները միջամտում են։ Վարչապետի նման ակտիվությունը արդյոք միջամտություն է, վարչապետի եւ ՔՊ-ի վերնախավի նման ակտիվությունը արդյոք միջամտություն է եւ հակառակը։ Կաթողիկոսի հայտարարությունը, հոգեվոր խորհրդի հայտարարությունները արդյոք միջամտություն պիտի որակվեն թե ոչ։ Ճիշտ կլինի, որ օրենսդրորեն դրանք շատ հստակ ձևակերպվեն։ Ես պատահական օրինակ չբերեցի հոծ գիծը հատելու մասին, աներկբա է միանշանակ հասկանալի է, չէ՞, երբ է հատում այդ անտեր հոծ գիծը, երբ չի հատում։ Հիմա այս տեսակ հանգամանքներում ցավոք առայժմ գնահատողական դատողությունների մակարդակով է։ Որոշ գործիչներ կարող են ասել, որ այո, իշխանության այս ակտիվությունը միջամտություն է եկեղեցու գործերին, բայց համարել, որ հոգևոր խորհրդի հայտարարությունը կամ վարչապետի հրաժարականի պահանջը դեռ միջամտություն չէ կրոնական կազմակերպության կողմից պետության գործերին եւ հակառակը։ Պարոն Փաշինյանն եւ կողմնակիցները կարող են համարել, որ իրենց արածը ընդամենը հավատացյալի սեր է, նվիրում է, ջանք է, որպեսզի մաքրվի, մաքրագործվի հոգևոր վերնախավը, դա միջամտություն չէ, իսկ եկեղեցու հոգևոր խորհրդի հայտարարությունները դա միջամտություն է։ Հիմա հարկավոր է, որ իրավունք ունեցող մարմինը դա ազգային ժողովն է եւ կառավարությունն է։ Նստեն մասնագետների օժանդակությամբ վերամշակեն, վերանայեն գործող օրենսդրությունը, որպեսզի ցանկացած մեկը կարողանա զանազանել, հասկանալ ինչն ինչոց է։ Եթե ինչ-որ մի բան է ասում թեմակալ առաջնորդը կամ հոգևորականը, որը գնում կանգնում է ոստիկանների եւ ցուցարարների արանքում, մարտի 1-ին ասենք թե 8 թվականի, դա պետության գործերին միջամտություն պիտի համարվի, թե չպիտի համարվի։ Եվ այլն, այս անորոշությունները պիտի հստակեցնի պետությունը իր իրավական ակտերով եւ ըստ այդմ առաջ գնա ու էլի կպանոնի անում։ Լավ, պարոն Բարսեղյան, դուք ասում եք այդ իրավունքը չունի, իշխանությունն է, վարչապետն էլ բազմիցս լսել եք, որ սա նաեւ ազգային անվտանգության խնդիր է, տեսել եք այդ գործակալական ցանցի մասին է խոսվում, կաթողիկոսի եղբայրն էր թիրախում, իհարկե նա պարզաբանել է, ասել է կեղծ են այդ փաստաթղթերը եւ այլն, բայց անընդհատ վարչապետը երբ իրավունք ունի, ազգային անվտանգության խնդիր է, դրա համար է ինքը միջամտում։ Ներողություն,
ազգային անվտանգության խնդիրները պիտի լուծվեն նույնպես գործող օրենսդրության շրջանակներում։ Եթե գործող օրենսդրությունը չունի բավարար կարգավորումներ, ինչը ամոթ չէ, որտեղ չեն եղել նման ավանդույթներ, պիտի օրենսդրությունը վերամշակվի, կատարելագործվի եւ ըստ այդմ պիտի գործի։ 1. Մյուսը, ընտրովի չպիտի գործի որևէ կարգավորում։ Այսինքն, եթե այս մի դեպքը վերաբերվում է կաթողիկոս Գարեգին Ներսիսյանի եղբորը, բերեք հրապարակենք։ Եթե այն մի գործը վերաբերվում է այն հոգևորականին, որը Փաշինյանի հետ համախոհ է, լավ դե բերեք չհրապարակենք։ Սա ընտրովի արդարադատություն էլ չէ, չգիտեմ, լյուստրացիա էլ չէ սա անտերը, էլի 1000 անգամ ասվել է, որ եթե լրտեսի մասին եք խոսում, պիտի քրեական գործ լինի կողքը, չէ՞։ Եթե չէ, ստացվում է, որ դուք կամ ինչ-որ օդի մեջ բաներ եք խոսում, կամ հայեց հողաբար մանիպուլատիվ հայտարարություններ եք անում վարկաբեկելու, նշավակելու, անպատվելու, ես չգիտեմ, գուցե իսկապես գործակալ են, հա, լրտեսներ են, բաները, չեմ էլ բացառում։ Բայց եթե հրապարակում եք մեկը, այնտեղ համարը եթե նայում եք, այդ թղթի մեջ 15000 քանի երրորդ ինչ-որ փաստաթուղթ է, թե անկետ է, թե տեղեկանք է, հա, բայն 15000 մնացածի հանգամանքները ինչու չեք բացահայտում, թե բոլորը արդեն ԱԱՑ-ի գործող գործակալներ են, չարժե նրանց բացահայտել, այդ մեկն է, որ ԱԱՑ-ի ուղեցրից թռել է, հարկավոր է այդ մեկին բացահայտել, այս իմաստով իրավականությունը, իրավական պետության հավատամքը պիտի հուշի եւ վարչապետին, եւ նրանց, ովքեր համախոհ են իր հետ, որ հարկավոր է, որ օրենքները կատարելագործվեն եւ ըստ այդմ համաչափ համահավասար գործեն բոլոր հնարավոր դեպքերում։ Այս մի դեպքում հասկանում եմ, որ բան է, ասել է խոսքը իմանալով այդ տեղեկությունը, որ ԱԱՑ-ն ունի այդ փաստերը, հետո էլ հետևից ելավ ապացուցեց։ Այն մի թեմակալ առաջնորդի մասին իր հայտարարությունը հպատակական չէր արել, տեսագրությունից լավ էլ տեղյակ էր, հա, եւ ասած հետո տեսագրության հրապարակմամբ ապացուցվեց, այդպես էլ Հայաստանի ամբողջ իրավապահ համակարգը իր զորությամբ եւ աստվածային օժանդակությամբ չի կարողանում բացահայտել, թե ով է նկարահանել եւ ով է եղել դա հրապարակողը։ Հիմա սրանք արդյունավետ կառավարման մասին չեն խոսում։ Սա հայեցողական կառավարման ինչ որ մոտեցումների մասին է։ Սրանից հետո պիտի իշխանությունները ականջներին օղանան։ Եթե որևէ մեկին լրտես եք հայտարարում, բացահայտեք։ Քրեական գործը ուր է։ Որտեղ է քրեական գործ։ Բացեք, ասեք, որ ահա այս բան վաղեմության ժամկետով կարճում ենք։ Հնարավոր է, որ հայտարարությունից հետո որոշ ժամանակ անց, եթե օրինակ ենթադրենք կաթողիկոսը այդպես էլ հրաժարական չի տալիս, կան այդ փաստաթղթերը, որ պիտի հրապարակվեն, այսինքն գուցե կան կոնկրետ փաստաթղթեր, տվյալներ։ Ես ենթադրում էի, որ մինչև նոր տարի իշխանությունը իր կարեցած արեց բարոյական ճնշմամբ կամ ակնարկելով, թե արիթարգտուր հեռացի, էլի, պարոն Ներսիսյան, էլի, հա, պարոն կաթողիկոս։ Եթե չէ, ուրեմն ձեռքերում եղած հնարավոր քրեական գործի հիմք հանդիսանալիք, հնարավոր ենթադրում եմ, հա, ինչ որ փաստեր հանգամանքներ մեջտեղ կբերեն, մեղադրանք կներկայացնեն եւ այլն եւ այլն։ Բայց հետո երբ նկատում եմ ես այդ բանը 5 կետերից բաղկացած ճանապարհային քարտեզը, մտածում եմ, որ առայժմ բարոյական ճնշման դաշտում է պայքարում պարոն վարչապետը։ Այսինքն փորձենք քննադատել, ճնշել, երթ անել, խաչեր տանել, ուխտեր տանել, ուրիշ երթեր անել եւ այլն, կարող է պատահի ազդվի, ելի շեշտում եմ, հաշվի չի առել այդ կազմակերպության ծայրահեղ պահպանողականությունը։ Եթե կլինեն ինչ որ հիմա արդեն բավականին բարդ է, էլի քրեական գործի հիմքերով, եթե ինչ որ բան անեն, արդեն ահագին մարդ մտածելու է, որ հա, մարդ տեսավ հնար չկա, հիմի նոր մոգոնեցին այդ քրեական գործերը, չգիտեմ։ Շատ անտուր վիճակ է։ Եվ քանի որ ԱԱՑ-ի հետ կապված խոսեցիք, պարոն Բարսեղյան, չեմ կարող չհարցնել նախորդին վարչապետ ներածականների հետ հանդիպում, ասում էր, որ այս կառույցը ազգային անվտանգության ծառայությունը գնալով պետք է ավելի ու ավելի շատ լինի ինտելեկտուալ վերլուծական մարմին։ Չգիտեմ, նրա ելույթը հետևել եք ելույթին թե ոչ եւ ինչ կարծիք ունեք։ Մենք տարիներով
Հարցազրույց ենք արել, խոսել ենք, որ օրինակ մեր ազգային անվտանգության ծառայությունը այդպես էլ 18-ից հետո, ընդհանրապես անկախությունից հետո չի վերափոխվել, որ ուղիղ ազդեցությունն է կրել Ռուսաստանի եւ հիմա վարչապետը այսպիսի հայտարարություններ է անում։ Իդեպ հիբրիդային գրոհների մասին նույնպես հիշատակեց երեկվա ԱԱԾ ելույթում։ Ես ցավոք համարում եմ, որ այս իշխանությունը որևէ կամք չունի լյուստրացիա իրականացնելու, թեպետ դա եղել է պարոն Փաշինյանի հավատամքը 2011 թվականին, երբ հայկական ժամանակում ինքը հոդված է հրապարակել, որ Հայաստանի զարգացման նախապայմաններից մեկը լյուստրացիա իրականացնելն է։ Բառացի վերնագիրը չկարողացա։ Բայց հետո գիտեք, նրա տարբեր պաշտոնյաներ նրան համոզեցին, ասացին, որ այդպիսի հիմքեր չկան, այդպիսի։ Հիմա մենք հաշվի առնելով, որ ինքն է գլխավոր պաշտոնյան, հեղափոխություն նախաձեռնողը, իշխանափոխություն անող այդ ամբողջ խմբի համաժողովրդական շարժման թիվ 1 պատասխանատուն ինքն է։ Դա միայն իրավունք չէ, էլի, որ պետհամարանիշս փոխենք 1 տնենք, հա։ Դա նաև ուրեմն պարտականություն է։ Ինքը որոշել է լյուստրացիա չիրականացնել, այսինքն չմաքրազատել, չմաքրել ազգային անվտանգության համակարգը եւ ընդհանրապես հայաստանյան հնարավոր բոլոր այն ոլորտները, որտեղ կարող է ժամանակին գործած լինեն, գուցե մինչեւ հիմա գործում են այլևայլ շահեր սպասարկողներ։ Պարոն Բարսեղյան, չէ՞ որ դա եղել է նրա գերնպատակը, հայտարարությունը եղել է, հոդվածը եղել է։ Ինչն է ստիպել նահանջել այդ քայլից։ Գուցե իսկապես հակաիրավական գործողություն։ Չէի ուզենա իր փոխարեն պատասխանել։ Չէ, դե աշխարհը փորձ ունի լյուստրացիայի, հազարումի ձևերի լյուստրացիաներ կան։ Մեղմից սկսած մինչև ամենակոշտը, երբ բոլորը հրապարակվում են եւ այլն, իրեն պիտի հարցնել սա եւ բրիֆինգների ժամանակ կարելի է այդ մի հարցը տալ իրեն, թե ինչու է հրաժարվել այդ մտքից։ Ինչ որ աղոտ մեկնաբանություններ եղել են, թե այստեղ փոքր երկիր է, բոլորն իրար գիտեն, դա կարող է հանգեցնել, չգիտեմ ինչերի, աղետների, փորձանքների։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ լյուստրացիա բառը երբ օգտագործում ենք, իշխանության վերնախավին թվում է, թե ուզում ենք, որ ովքեր հավաքարար են աշխատել ԱԱԾ-ում, բոլորը գնդակահարվեն, էլի, բոլորովին այդ չէ լյուստրացիայի իմաստը։ Այս իշխանությունը կամ այդպես էլ չուզեց ընկալել հասկանալ, թե լյուստրացիան ինչ է, թեպետ 11 թվականին պարոն Փաշինյանը իր հոդվածում դա հասկանում էր։ Հա, կամ էլ կառավարման այս 7.5 տարիների ավելի վաղ է որոշել, որ չի իրականացնելու 21 թվականի նախընտրական ծրագրով հայտարարվել է, որ ծրագրում չկա լյուստրացիա եւ իշխանությունը պնդում է, որ իրենք նման բան չեն նախատեսել եւ չեն անելու։ Գուցե կառավարման առաջին 1-2 տարիներին հազար ու մի ազդեցությունների, ճնշումների, թելադրանքների, Մոսկվայից ինչ որ մի ակնարկների են հանդիպել, գցել բռնել են, ասեն լավ դե գործ չունենք, չփորփրենք էլի, հա, մեղվի փետագը ելնելու է կծի բոլորիս։ Հազար ու մի ուրիշ ենթադրություն կարող ենք անել։ ՔՊ-ի շարքերում ինչքան մարդ կա, ովքեր ուղղակի անուղղակի ծառայ, ես չգիտեմ։ Մինչև այդ ամբողջը չբացահայտվի, իսկ դա մի օր բացահայտվելու է, եթե Հայաստանը պիտի առաջ գնա։ Առանց դրա Հայաստանը չի կարող ունենալ իրական զարգացում։ Պայմանական զարգացում կարող է լինել։ Օրինակի համար ՀԿՑ-ի վարչություններից մեկի պետի տեղակալը Վազգեն Ավետիսյանը, տխրահռչակ մի անձնավորություն, որը գործեր էր կարում 18 թվականին հեղափոխության օրերին, մոգոնած, հորինած, մատից ծծած բաներ էր մոգոնում, որպեսզի մարդկանց կալանավորեին, հանկարծ այդ հեղափոխությունը տեղի չունենար, բան։ Հեղափոխությունից անմիջապես հետո նշանակվում է ԱԱԾ-ում ինչ-որ մի բարձրաստիճան պաշտոնյա։ 1 տարի առաջ, 3 լրացավ 1 տարին, այս մարդը նշանակվեց քննչական կոմիտեի պետի տեղակալ։ Լուրջ դեմքով գնում նստում այդ ժողովներին եւ այլն եւ այլն։ Այս պատմությունները, որ ինքը գործ է կարել, հա, այսինքն կեղծ փաստեր են, ինչ է անունը, կեղծել եւ մարդկանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացրել եւ մինչեւ Սերժիկ Սարգսյանի հրաժարական այդ մարդկանց կալանավորել են։ Ինքն է եղել գլխավոր պատասխանատուն։ Այս մարդը, սրա նման մարդիկ ինչ գործ ունեն իրավապահ համակարգում։ Լյուստրացիայից չեմ խոսում, լավ, բայց ակնհայտ է, չէ, որ դատարանում ապացուցվել է, որ այդ մեղադրանքները կեղծ են եղել։ Պարոն Փաշինյանն է սրա հիմնական պատասխանատուն։ Եթե ցանկություն ունեցող կլինի ՔՊ-ից ուրիշ մարդ, իրենք էլ կարող են այս հարցին պատասխանել։ Ինչ է նշանակում այդպիսի անմեղսունակության հասնող հանդուրժողականությունը։
1400 դպրոցների տնօրենների ճնշող մեծամասնությունը ներքաշված է եղել ընտրակեղծարարության մեջ տարբեր մակարդակներով, տարբեր որակներով։ Մեծ մասը, բոլորը չէ։ Այդ մարդիկ որևէ պատասխանատվության ենթարկվեցին, նրանցից որևէ մեկը այս 7.5 տարիների ընթացքում հրապարակային ներողություն խնդրեց ընտրական համակարգը ապականելու համար։ Իրենց դպրոցների, աշակերտների, սաների ճակատագիրը խեղաթյուրելու համար։ Ով իմանա, մեկ քվե կեղծվելով մարդկանց ճակատագիրը փոխվում է, չէ՞։ Հիմա սրա ամբողջ պատասխանատուն, հսկիչը, վերահսկիչը, արդարություն սահմանողը ավելին ամբողջ օրը կրթելուց են խոսում։ Պետական իշխանությունը պիտի լիներ։ Հիմա ազնիվ խոսք, ես չեմ հավատում, թե այս իշխանությունը ընդունակ է, կարող է այս արմատական բարեփոխումներն անել, ինչի համար տեղի է ունեցել այդ հեղափոխությունը, մարդիկ արդարության, ժամանակ էր պետք, օբյեկտիվ հանգամանքներ էին եղել, պատերազմ, COVID, պաշտոնյաների ուրեմն մեկնաբանությունները մեր տաղավարում դրա մասին են եղել։ Ճշմարտ, անցումային արդարադատություն։ Այս մասին Փաշինյանը խոսել է 18 թվականի օգոստոսի 17-ին հանրահավաքի ժամանակ, երբ վարչապետ էր եւ հանրահավաք հրավիրեց, եւ խոսեց այդ մասին։ 19 թվականի մայիսի 20-ին խոսեց վեթինգի մասին։ Խոսեց այն մասին, որ բոլոր այն դատավորները, ովքեր մեղավոր են մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կայացված վճիռների գործում, պիտի այլևս դատավոր չլինեն։ Ու ելի մի շարք ուրիշ բաներ, սրանք քաղաքական հանձնարարություն կարգադրություններ էին, քաղաքական ծրագրի մաս էին, որը չի իրականացվել։ Անցել է 6 տարի, վարչապետը մի քանի ամիս առաջ ելել ասում է վեթինգը խոստացել ենք չենք արել եւ ճիշտ ենք արել, որ չենք արել։ Այդ մարդու էլ ինչ խոսած լավ։ Բացատրություն չկա տեղ, հասկանում եք, այս 7 տարվա մեջ ուր են ձեր դատավորները, որոնք մացոների մտի փոխարինեին։ 7 տարում հնարավոր չէր մացոյի փոխարինող պատրաստել, մացոների, հա, հավաքական կերպար եւ այլն։ Այս հարցերի հիմնական խնդիրները լուծելու պատասխանատուն իշխանությունն է, ուրիշով ինչ անի։ Քաղաքասարակությունը ինչքան կարողացել խորհուրդ է տվել, հուշել է, առաջարկներ է ներկայացրել։ Քաղաքասարակությունն են մեղադրում իշխանության հետ համագործակցելու, գրեթե չլինելու մասին։ Այդպիսի հավաքականություն չէ իհարկե, ինչպիսին ոմանք կուզեին տեսնել տոտալիտար պետություններում է, որ դա հավաքականություն է, սովետի ժամանակվա նկարիչների միություն, կոմպոզիտորների, չգիտեմ, մյուսների, որոնք պիտի լինեին կարմիր գծի մեջ կոմունիստական կուսակցության։ Քաղաքասարակությունը շատ բազմազան է, եւ աշխարհի բոլոր այն երկրներում, որտեղ տեղի են ունեցել ցնցումնային իշխանափոխություններ կամ հեղափոխություններ, անշուշտ քաղաքացիական հասարակությունից մարդիկ իրենց հավատամքի սկզբունքների բերումով հնարավոր է պաշտոն են ստացել, դարձել են падգամավոր։ Մեր ազգային ժողովում էլ կան մարդիկ, ովքեր ժամանակին եղել են հասարակական կազմակերպությունների կամավորներ, աշխատողներ, տո գործազուրկներ եւ այլն, հա, ցուցարարներ են եղել։ Դա բնական process է։ Ոմանք միշտ հարում են գործող իշխանություն, նախկինում էլ կային հասարակական կազմակերպություններ, որոնք գործող իշխանությունների հետ ճանուղուրբան էին։ Սա նորություն հո չէ։ Հա, իշխանությունը փոխվում է, հետների հարազատությունն էլ է փոխվում, էլի, հա։ Հիմա չես կարող պահանջել, որ հասարակական կազմակերպությունները բոլորը լինեն մեկ ճամբարում, այդպես չի լինում։ Հիմա կան հասարակական կազմակերպություններ, որոնք աջակցում են պարոն Փաշինյանին։ Ես օրինակ անհամբեր սպասում եմ, թե այդ անհասկանալի արտոնությունների մասին, որպես ապօրինի գույք հետապնդվող շենքերում իշխանության ներկայությունը քննադատող հասարակական կազմակերպությունները ուր են, այսինքն կոռուպցիայի դեմ եք պայքարում կամ ասենք թե արդարության համար եք պայքարում, անցումային արդարադատություն են պահանջում, մեր գործընկերների մասին է խոսքը նաև։ Բա չեք տեսնում, որ Toyota Երևանից ավտոներ է առել պետությունը, հետապնդում է այդ ընկերությանը որպես ապօրինի գույք, 30%-ը մեկինն է, 60%-ը մյուսինն է։ Պետությունը որոշում է, որ կամ ասենք թե հյուրանոց, որը հետապնդվում է որպես ապօրինի գույք մասնակիորեն, միջոցառում են անում մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ կամ ուրիշ թեմայով, կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով, այնտեղ գնում մարդու իրավունքների պաշտպանն է ելույթ ունենում, վարչապետ են տանում, այնտեղ ելույթ է ունենում, նախարարներ են գնում նստում։ Հա, մեկ ուրիշ քրեական գործով կաշառքի առարկա հանդիսացած հյուրանոցում միջոցառում է լինում, նախարարներ, փոխնախարարներ այնտեղ ելույթ են ունենում։ 1000 անգամ խոսել ենք այս մասին։ Այդ է ձեր բարեվարկությունը։
Իշխանություններ, դուք այդ գույքը լուրջ եք հետապնդում որպես ապօրինի։ Ասում են արել ենք, հասարակությունն էլ տեսել է գոհ է ու կտեսնեք 26 թվականի խորհրդարանական ընտրություններին ինչ արդյունք ենք գրանցելու։ Իդեպ ընդդիմադիր մի հատված էլ կա, որ ասում է հաշված ամիսներ են մնացել այս իրավիճակի, Սամվել Կարապետյանի գլխավորած։ Թույլ տվեք ասել, որ ամենակարշելի իշխանությունը որևէ երկրում անպայման ունի համախոհներ։ Այս իշխանությունը կարշելի չէ։ Այս իշխանությունն ունի ինչ որ նվաճումներ եւ ունի հսկայական ծախողումներ։ Արտաքին ծախողումները հիմա չքննարկենք Ռուսաստանը, Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի հետ հարձակվեց, ջարդեց եւ հասկացանք, դա թողնենք, ես այդ մասին չեմ էլ խոսում։ Հա, կառավարման կամ ռազմաքաղաքական կառավարման մասին չենք խոսում։ Ես խոսում եմ ներքին խնդիրներից, որոնց լուծումը միանձնյա, միանշանակ վարչապետի եւ իր քաղաքական ուժի ձեռքում է եղել եւ չեն լուծվել սրանք, հասկանում եք։ Հասարակություն տեսել է, որ չեն լուծվել, բայց կգնա ու Այդ էի ասում, հասարակության մի մասը գոհացած է տարբեր կատարած աշխատանքների բերումով։ Իրենք այդ աշխատանքները թվարկում են, ամեն օր ցույց են տալիս մանկապարտեզը նախկինում եւ հիմա, դպրոցը նախկինում եւ հիմա։ Ապօրինի գույքն էլ տեսել եք վարչապետը #-ով հատիկ առ հատիկ։ Ապօրինի գույքի վերադարձի ծավալները 7.5 տարի հետո շատ փոքրիկ են համեմատած նրա, ինչ կարող էին լինել, եթե իշխանությունն ավելի հետևողական լիներ։ Լավ, ապօրինի գույքի վերադարձը ես գնահատում եմ 10-ից ենթադրենք 4 միավոր։ Դպրոցների մանկապարտեզների շինարարությունը, ճանապարհների նորոգումը ենթադրենք 10-ից 7 միավոր։ Ինչը առաջընթաց է, ոչ ոք չի վիճում դրա հետ։ Մարդիկ կան, ովքեր այդ հաստատությունների շահառուներ են եւ իրենք գոհ են, չէ՞, այդ գյուղերում դպրոց է սարքել։ Եվ կաջակցեն Բան չասացինք, հա։ Խաղաղության հանգամանքը օգտագործել են եւ օգտագործելու են, բնական է, հա։ Հիմա բերեք չարազներից խոսենք։ Քաղաքական ծանր ճգնաժամի մեջ եղած երկիրը պետության զավթման մակարդակի կոռուպցիայում թաղված երկիրը պիտի անցումային արդարադատություն ունենար, դատաիրավական լուրջ բարեփոխումներ, ոչ թե ձևական։ Ապօրինի գույքը ոչ թե 1.5 միլիարդի ուրեմն հայց պիտի լիներ, ընդամենը 1.5 միլիարդի հայց է, որի չնչին բան է վերադարձվել, այլ մի 20 միլիարդի հայց պիտի լիներ։ Ինչ որ բան արել են, լավ։ Բանը դատավորները ինչ գործ ունեն, այդ մացոները, այդ Վարդգեզ Ավետիսյանները ինչ գործ ունեն իրավապահ համակարգում, վերնախավը տեղած չի փոխվել։ Սերնդափոխությամբ սպասենք, որ էվոլյուցիոնիստական հա, երևի 50-60 տարի հետո բոլորը կդառնան հանգուցյալ, բայց դու 60 տարի պիտի պահես ժողովրդավարության ռեժիմ ու գումարած նրանք, ովքեր ապօրինի գույք էին կուտակել, հիմա այդ ապօրինի գույքը շահագործում են եւ արդեն մաքուր շահույթներ են ունենում առասպելական չափերի։ Ճշմարտության հանձնաժողով, որը անցումային արդարադատության հիմնակարային գործիքներից էին։ Անցած տարի նոր միայն այն էլ տարանքցեցին հանրային խորհրդի շալակը եւ ոչ թե ազգային ժողովում ստեղծվեց այդ հանձնաժողովը։ Այսինքն շատ երրորդականացվեց, չորրորդականացվեց դրա առաքելությունը, որը պիտի քններ, քրքրեր պետության զավթման ամբողջ պրակտիկան, լավ կլիներ, որ դա լիներ 1920 թվականից, որտեղ մեր պետությունը զավթվել է Կարմիր բանակի եւ թուրքական զինված ուժերի կողմից 1920 թվականին։ Մենք չենք ունեցել երկրորդ հանրապետություն, ինչպիսին հիմա համարում է գործող քաղաքական ուժը սովետական Հայաստան, որպես երկրորդ հանրապետություն, ոչ։ Երկրորդ հանրապետություն կլիներ, եթե լիներ ինքնիշխան միջազգային իրավունքի սուբյեկտ, ունենար իր անձնագիրը, իր տրամանիշը, իր բանակը եւ այլն եւ այլն։ Հիմա մենք ապրում ենք երկրորդ հանրապետությունում։ Այս մարդիկ, ովքեր չեն ճանաչում այդ զավթումը, բնականաբար 1920 թվականից սկսած պետության զավթմանը գնահատական տալու ոչ մի պատկերացում կամ ընկալում կամ համաձայնություն չեն էլ ունենա։ Գուցե վախենում են Պուտինից, հա, շատ հնարավոր է վախենում են եւ այդ չեն խոստովանում դա։ Եվ այլն, լիքը ինստիտուցիոնալ փոփոխություններ, որ պիտի անեին, չեն արել։ Հիմա տեսեք խնդրեմը որն է։ Այդ դպրոցը, մանկապարտեզը, որը սարքվել է, բժշկական կենտրոնը, ճանապարհները, դրանք բան են, ֆոնդային կապիտալ են եւ դրանք ժամանակի ընթացքում մաշվելու են։ Եթե դու ինստիտուցիաները չես բարեփոխում, չես կարողանում բանակում այնպիսի վերահսկողություն ունենալ, որ 160 միլիոն դրամի ռազմական շատ կարևոր նշանակության սարքեր չկողանա մի հրամանատարը, երեք լուրն եղավ, չէ՞ այդ մասին։ Ուրեմն պատերազմի 4 տարի հետո կողությունը եղել է, չես կարողացել փաստորեն
ռազմական սարքավորումը, ջերմատեսիլ սարքերը այնպես վերահսկես, որ գողություն չլինի։ Հիմա ես իմ քանի տեղերից են այդպիսի գողություն եղել։ Դու ինստիտուցիաներ չես ստեղծել կամ ստեղծել ես ինչ-որ բան, հա, վերափոխել ես, հատուկ քննչական ծառայություն դարձրել ես հակակոռուպցիոն կոմիտե։ Մի քանի հոգի է փոխվել եւ վերջ։ Համակարգային փոփոխություններ, եթե չես անում, այդ դպրոցը որ մաշվեց գնաց, դու էլ իշխանության չեղար։ Բանը մենք էլի ունենալու ենք քանդած, մաշած դպրոց, փողոցներ, ճանապարհներ, համակարգային լուծում չի տրվել։ Որտեղ դու ինստիտուցիոնալ փոփոխություններ չես արել։ Լավ, պարոն Բարսեղյան, երբ ասում եք գուցե վախեր կան Ռուսաստանից, բայց հիմա բավականին ակնհայտ խոսում են օրինակ հիբրիդային գրոհների մասին, դարձյալ սրաքները ուղղելով հյուսիսային հասկացնում եմ դաշնակից չգիտեմ երբեմն միայն մեկ-երկու հոգի պատգամավոր չի դիմանում Ռուսաստանի անունն է տալիս թե չէ ընդհանուր առմամբ խուսափում են առայ ես ոչ չեմ ասում հարկավոր է բզի գլխին բռունցքով խփել ուղղակի հարկավոր է շատ խելացի հետևողականորեն կատարել այդ բարեփոխումները այս իշխանությունը ինստիտուցիոնալ բարեփոխումների մասով 10-ից ես գնահատում եմ առանձները մեկ միավոր ճանապարհները օրինակ 10-ից 7 միավոր եմ գնահատում։ Իրենք կարող է իրենց գնահատական ունենան եւ մարդիկ կլինեն, որ գնալու են քվետան, հարցը այդ չէ։ Հարցը այն չէ թե ուրեմն քաղաքացիական պայմանագիրը հարաբերական կամ բացարձակ մեծամասնությամբ հաղթելու է, թե չի հաղթելու ընտրություններում։ Ես դրա պատասխանը գիտեմ, հիմա չեմ ուզում ասել։ Հարցը այն է, թե ով է լինելու խորհրդարանում նրանցից բացի քաղաքական ուժ։ Եթե լինելու է այս խորհրդարանի կառուցվածքը, մարդիկ ում թիգունքներին կանգնած մարդիկ ժամանակին թալանել կերել են երկիրը, ելի պիտի լինեն խորհրդարանում, թե նրանց փոխարեն կարելի էր այնպես անել, որ փոփոխություններ անել կուսակցություն։ Մաքուր, հա, ֆինանսական իմաստով, ծագման իմաստով բարեխիղճ քաղաքական ուժեր լինեին այնտեղ։ Ստացվում է ձեռնտու է այսպիսի իրավիճակը իշխանություններին այսպիսի ընդդիմություն ունենալը։ Խոստովանական ցուցմունքները 21 թվականին հետո բանը Ալեն Սիմոնյան մի քանի անգամ արտահայտվել են չեն դիմացել, ասում են որ մեզ համար երջանկություն է, հա, նվերը այդպես իհարկե այդպես է, բայց պետության շահից պիտի լիներ որ խորհրդարանում ընդդիմությունը, եթե իրենք լինում են իշխանություն, հա, ընդդիմությունը լիներ բարեխիղճ քաղաքացիներից կուսակցություններից ձևավորված ընդդիմություն անբարեխիղճների հետ վիճել հաղթելը հանրային ուրեմն բանավեճի մագարտակում շատ հեշտ բան է առավել եւս ազգային ժողովի լիագումար նիստերի տալիջում քացուտակ գցելը բռունցքով քֆուրներով շշերով մշերով շատ հեշտ բան է շատ հեշտ կռվան է լինելու այս ընտրություններում նույնպես նախկինը հիշեցնել մտապահեք մեկը լինելու է խաղաղության օրակարգը ԿՊ-ի հաղթաթղթերից մյուսը ենթակառուցվածքային նորոգումները մացոյան նմանների մասին խոսել չեն համարձակվի եւ իհարկե նախկինների հիշատակումն է լինելու 3 հիմնական հաղթաթղթերը սրանք են օգտագործելու եւ իրենց համար շատ մեծ հաջողություն պիտի համարեն որ եթե այս խորհրդարանը իր կառուցվածքով կրկնի ուրեմն նոր ընտրվելիք, այսինքն լինեն իրենք մեծամասնություն եւ այնտեղ լինեն բաներ ամեն օր հազար ներողություն էլի քաղաքական իմաստով լավ ասեմ քացուտակ գցելու ժողովուրդ, հա, հեշտ կլինի ելնել ասել, բա ձեր ժամանակ հիմա մենք 250 միլիոն դոլար վարկ ենք վերցնում արցախցիների համար միայն ձեր առաջնորդից 200 միլիոնի բան կա, ապօրինի կույքի հայցապահանջ կա։ Շատ հեշտ բան է եւ հեշտության դրանից պետությունը շատ ավելի տանդաղ առաջ կգնա կամ առաջ չի գնա, քան թե եթե այդպիսի ընդդիմության փոխարեն լիներ գաղափարական ընդդիմություն մի քանի քաղաքական ուժեր թեկուզ փոքր քվեներով անցնեին այնտեղ, բայց երբ դու ապօրինի կույքը, ապօրինի ֆինանսական միջոցները դուրս չես բերում այսպես կոչված ճագերտավոր կուսակցությունների տակից եւ իրենք այդ կույքը փողերը լրատվամիջոցները կապիտալիզացնելու են, մանդատավորելու են, մանդատների են վերածելու գնան նստեն եղավ որ այն արդար մրցակցություն չկա այդտեղ կլինի ազատ քվեարկություն բայց ոչ արդար ընտրություն մոտավորապես ազատ քվեարկություն բայց ոչ արդար ընտրություն այո որ ասում են ազատ արդար ընտրություններ արդար ընտրություն չի լինելու այնքան ժամանակ քանի դեռ քաղաքականության մեջ կան կեղտոտ փողեր Հիմի օրինակ այս տարիների ընթացքում գործող քաղաքական ուժը ինչու չի բարձել թե ինչպես ստացվեց որ 1-2 նախկինում իշխանություն եղած քաղաքական ուժեր օրինակ հայ հեղափոխական դաշնակցությունը, հանրապետական կուսակցությունը տիրապետում են կուսակցության անունով գույքային մեծ հզորությունների, որոնց ունեցածի կեսահազիվ ունի ԿՊ-ն։ Էլ չեմ խոսում են մյուս նորաստեղծ երիտասարդ կուսակցությունների մասին, որոնք հազիվ մի հատ գրասենյակ պահեն չպահեն։ Հիմա երբ այդ ինչ որ կուսակցություն ունի 70 գրասենյակ,
Դա մենակ գույքը չէ։ Այդ գրասենյակներում աշխատում է 3-4-7 հոգի ընտրությունների ժամանակ 40 հոգի, թեկուզ գրանցված, թեկուզ եկամտահարկ վճարելով եւ այլն եւ այլն։ Դա ազդում է ուրեմն քաղաքացիների տրամադրության վրա, թե ոչ, կամ իմ հաշվարկներով մոտարապես 80-ից 100,000 մարդ է աշխատում հետապնդվող ապօրինի գույք հանդիսացող հաստատություններում, բիզնեսներ են եւ այլն եւ այլն։ Ասացեք խնդրեմ, այդ մարդկանց ճնշող մեծամասնությանը կաշառել պետք է որ գնան սեփականատիրոջ օգտին քվեարկեն։ Հիմնականում պետք չէ։ Նույնիսկ կարիք չկա ասելու որ հարգելի։ Իրենք իրենց աշխատանքն են այսպես ասած։ 20 տարի, 10 տարի, 15 տարի, 30 տարի այդ մարդիկ պարտական են գործատուին, իրենց շատ չի էլ հետաքրքրում, գիտեն իրենք լավ էլ էլի որ կողացած կապիտալ է էլի, հա։ Չէր կարող այդ ռոջիկով այսինչ պաշտոնյան այդպիսի հյուրանոց ունենալ կամ ռեստորան կամ արտադրություն։ Հիմա դա հաշիվ է թե չէ։ 100,000 հոգին, չգիտեմ, գուցե 50,000 հոգի են։ Պետությունը ավելի լավ կիմանա, չէ՞, ինչ գույք է հետապնդում, մեզ չի տալիս այդ ցուցակները, որ ես մարդկանց ճշգրիտ հաշվեմ։ Ինքը կիմանա, այս հյուրանոցն է, այս ռեստորանը, այս գործարանը, այս ինչ բանը, սրճարանը, հա, կհասկանա, ունի չէ թվերը, ինչքան մարդ է պաշտոնապես գրանցված աշխատող։ Ոչ պաշտոնապեսը հələ թողնենք։ Այդ ամեն մեկը 3-4 քվե է, չէ՞, իրենց տնեցիներով։ Այս մարդիկ բնականաբար քվեարկելու են ապօրինի սեփականության տիրոջ օգտին իրենց այն քաղաքական գաղափարները ով ինչ է առաջարկում բան չէ դու այդ ապօրինի գույքը դի մաքրես իշխանություն ով էլ լինես երբ էլ լինի այս իշխանությունը չլինի հաջորդ մինչև դու դրանք չես մաքրում դրանց հետ հարակցված բիզնեսները լրատվամիջոցները չես մաքրում կեղտոտ փողերով աշխատողների մասին է խոսքը ընդհանրապես բոլորի մասին է խոսքը դու չես ունենա արդար ընտրություններ Պրոպագանդան թերագնահատում է պարոն Փաշինյանը։ Մի քանի անգամ ասել է, չեք ուզում մի նայեք այդ ալիքները, հա, ասում է քաղաքացիները դիմում են ինձ, այս ինչ ալիք անջատեք։ Այսինքն մտածում է, որ հանրային կոլեկտիվ ինտելեկտը, հավաքական ինտելեկտը հաղթահարելու է բոլոր հիբրիդային հարձակումները իրենց ասա։ Այդպես չէ։ Եթե պրոպագանդան նշանակություն չունենար, Գերմանիայում 33-ից 45 թվերին այդքան նացիստ չէին լինի։ Որտեղից այդ ծնված օրվանից նացիստ չեն եղել այդ մարդիկ։ Պրոպագանդայի ազդեցությամբ են դարձել նացիստ։ Կամ այդ ոնց եղավ, որ Սալավյովի հաղորդումները հարկավոր է փակել իրավական ակտով։ Լավ են արել։ Փակել են, սխալ չհասկանաք։ Այդ ոնց եղավ, որ այսինչ պրոպագանդիստական ալիքները հարձակումները Հայաստանի ինքնիշխանության վրա Հայաստանի ժողովրդավարության վրա, մարդու հիմնարար իրավունքների վրա եւ այլն։ Այդ ալիքները ժողովուրդը իր խելքով ուրեմն չի ուզում թող չնայի։ Պասալավյովի հաղորդումների ժամանակ էլ կերնեիք կասեիք ժողովուրդ ջան, դուր չի գալիս մի նայեք։ Այդ կրկնագի ստանդարտներն ինչից է։ Ինչից եք որոշել այդպես վարվել։ Սրանք խնդիրներ են, որոնք չեն ապահովելու արդար ընտրություններ։ Ազատ քվեարկություն կլինի, հա։ Հիմա ով է գնում տեղամասի թեմը փոխբաժանում կամ տեղամասի ներսում։ Կամ թեկուզ շենքի դալանի տակ։ 3 ամիս, մի տարի աշխատում են այսինչ կուսակցության գրասենյակում առոք-փառոք հսկայական փողերի մեջ թաղված, եւ իշխանությունը իր երևի հետազոտությունն ունի, որ ինքը բավականին բարձր քվեներ է ստանալու, ջանդամ թե ընդդիմությունը հանցագործների փողերով այնտեղ մտածները չեն լինի։ Սա Հայաստանին վնասող բան է։ Եթե մենք ունենանք այսպիսի կառուցվածքով խորհրդարան, սա շատ վատ սցենար է։ Շատ ավելի վատ սցենար է, եթե գործող իշխանությունը ստանում է հարաբերական մեծամասնություն, Գյումրու սցենարն է կրկնվում, հա։ Կոմունիստներ, պրո-ռուսականներ, то չգիտեմ, պրո Դե ասում են վաղ շաբաթում տեսակ չկրկնվեց Գյումրու սցենարը։ Դրանք կարող են միավորվել եւ առաջին նիստից 15 րոպե հետո ԱԱՑ-ից գալու են ՔՊ-ի ժողովրդին հավաքեն տանեն։ Ու էլի ահագին մարդու, չասեմ ում, ստեղ նստած, հա։ Հա, այդ է ձեր սցենարը։ Ինձ թվում է, որ հնարավոր բարեխիղճ, բայց հիմա արդեն ուշ է չեն անի, էլի, հա, ապօրինի փողերը մաքրելու բանի արդյունքում այդ քաղաքական ուժերը հանգստանան ու անեն ինչ որ քայլեր բան Բարսեղյան։ Իրենք շատ դինջ են, իրենք հետազոտություն են ըստ որի երևի կեսից ավելի, ըստ այդ հետազոտության կեսից ավելին են ստանալու ով ուզում է լինի այնտեղ ընդդիմություն։ Մենք բացարձակ կլինենք այնտեղ մեծամասնություն կորոշենք։ Էս է իրենց բանը, հիպոթեզը։ Կարող է լինել այդպես, կարող է չլինի, որտեղ այս 5 ամիսների ընթացքում ինչ ասեք կարող է լինել, էլի, հա։ Ես իմ ուսումնասիրություններն ունեմ, բայց դրանք գիտական եւ հիմնավոր ուսումնասիրություններ չեն, թույլ տվեք չհրապարակել, էլի, ամոթ է, չանենք նման բան։ Հիմա այդ սև փողերը ինչի՞ չեք մաքրում։ Ընդհանրապես սև փողերը Հայաստանի միջավայրից պետք է հանեք բիզնեսից, բանից, քաղաքականություն միջից առավել եւս, որովհետեւ քաղաքականության միջի սև փողերը մասնակցում են իշխանության ձևավորման գործընթացին։ Դու էլ իշխանությունն է որոշելու, չէ՞ որից հետո է, որը ինչպես է։ Կոռումպացման ռիսկն էլ հետ է։ Արտոնությունները, որ շնորհում եք
աշխատատեղ բացելու դիմաց հարկերից կամ մաքսատուրքից ազատում, բայց հետո ինչի՞ չեք գնում նայում, որ այդ աշխատատեղերը բացվելու փոխարեն փակվեցին։ Դրա համար պատասխանատվություն պետք է բխի, թե չպետք է բխի։ Կամ այդ ոնց է լինում, որ բենզինի ներկրման առաջարկությունը Ադրբեջանից անում եք մի քանի ներկրողներից միայն երկուսին։ Պետության ինչ գործն է շատ կոնկրետ շահույթ հետապնդողների նույն խմբի միջից երկուսին հնարավորություն տալ, մյուսներին հնարավորություն չեն հասկանում երևի, հա, չեն պատկերացնում, որ դա նեպոտիզմ է, դա անօրինական ասում եք գիտեինք, որ կարող է բոյկոտի, սաբոտաժի, ախպեր բոլորին առաջարկեք։ Բոլորին համահավասար առաջարկեք, բոյկոտողը հետո էլ է բոյկոտելու, մինչև էլ է բոյկոտելու։ Եթե այն երկուսը վախենալու են, որ այն 5-ը բոյկոտեցին, թե 7-ը բոյկոտեցին, բեր մենք բենզին չներկրենք, իրանք աղա քեֆը, իրանք պետություն վերջի դու կարող ես գնել այդ բենզինը, հա։ Էս էլ կա։ Հա, չէ, դու որոշել ես արտոնությունանք մանր-մունր թվացող հարցեր են, որոնց մեջ խրվում է այս իշխանությունը հետզհետե ավելի խորը։ Կհետևենք իրադարձություններին, տեսնենք թե ինչ զարգացումներ կլինեն։ Շնորհակալ եմ, պարոն Վարսեղյան։ Հիշեցնեմ, առաջինի տաղավարում զրուցում էի Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանի հետ, կհանդիպենք։